Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ Հայաստան Դաշնքից պատգամավորության տեխնացու, բայց ինձ համար այս բան զրույցի առումով հոգեբան, ինչու, որովհետև մենք երեք տեսանք պարոն Մադաթյանի հետ Միրդադ Մադաթյանը, շնորհակալ եմ պարոն Մադաթյան, մոռացա ձեզ ներկայացնել անգամ, երեք ԿՊ-ում հոգեխանգարումքի օր էր։ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ տվեց շատ օբյեկտիվ գնահատական Նիկոլ Փաշինյանին, որ Փաշինյանը համբալ է, ընդ որում այստեղ որևէ վիրավորանք չկա։ Եկեք սկզբից ներողություն խնդրենք բոլոր բեռնակիներից, որովհետև դա իրանք։ Չէ, աշխատանքային բնույթով չի անում, չէ, աշխատանքային օլիգարխ է, աշխատանքային բնույթով ժողովրդական բյուջեին նստած տզրուկ է։ Չէ, բեռնակիրների մասին չի խոսքը, նախագահի խոսքում էլ դա նկատի չուներ, այլ համբալ բառի էությունը, փիլիսոփայական իմաստը։ Մարդ, որը հայոյախոս է, այդ թվում հրապարակային, մարդ, որը անդաստիրակ է, մարդ, որը անկիրթ է եւ մարդ, որը անճաշակ է։ Բոլոր այս 4 կրիտերիաներով Փաշինյանը անցնում է։ Ես սկզբից ուզում եմ ֆիքսել, որ համբալ բառը որպես քաղաքական խոսք ներմուծել է մշակույթ որպես Նիկոլ Փաշինյան։ Իրա բառերն ա եղել, այդ իրա սլենգն է։ Ուղղակի ինքը որ մեկ էլ sense մտնում է այդ իրա սեկտայական այդ բաների մեջ, ցնցումների մեջ ու սկսում է խոսել, երևի չի հիշում ինչ է խոսում։ Հասկացե՞լ։ Այդ խոսքը իրա արտահայտումն ա եղել, ինքն է ներմուծել, իրան էլ վերաբերվում է։ Ես առաջարկում եմ այսուհետ այս երևի հետերի ընթացքում ինչքան մենք կորոշենք դիմել Փաշինյանին, ասել համբալ։ Դե ակնհայտ է։ Հա, այդպես ասենք համբալը ու դրա տակ իմանանք, որ դա Փաշինյանի մասին է խոսքը։ Այսպես փորձենք էլի մեր եթերը ձևակերպել, որովհետև իրոք ինքը շատ համապատասխանում է այդ կատեգորիային, հա, բոլոր առումներով։ Ինչ վերաբերում է հոգեցնցումների, սա տրամաբանական հոգեցնցումներ էին, պարտվող ու ամեն ինչը կորցնող մարդու, ով որ ավանցյուր ճանապարհներով, խաբեբայությամբ, եկե հասել էր պիկին։ Իսկ ինչքան բարձր բարձրանում ես, այնքան ցածր գլորվելու ես, ու հավատացեք, որ մեզնից լավ է պատկերացնում Փաշինյանը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները իր կյանքի։ Հա։ Ու հենց սա էլ բերում է իրան հոգեցնցումների։ Ես ուզում եմ մի հարց ուղղակի համբալին հիմա ուղղեմ։ Բա որը տենց հոգեցնցումների մեջ ու այդ պանիկայի մեջ եք, բա ուր եք 67%-ից խոսում։ Բա 67%-ի համար պայքարող մարդը հիմա շատ ժպիտով, հանգիստ, ավելի հանդարտ իրավիճակի մեջ։ Պատկերացեք, Հայաստան Դաշնքի 51-ը գրպանը դրած ունենա 67-ի համար պայքարի, ինչքան հանգիստ, լավ, չէ, ժպիտով, նույնիսկ մեկ-մեկ հասկացար իգնորով, հա, սենց կպայքարենք։ Ինչի՞ է պետք հասկացար 45 անգամ ասել եւ այդ մերթ մարդը դու ես, չէ, ինչո՞ս ես դողդղալով հասկացար բերանից թքերը թափելով։ Ես չեմ հասկանում դրա իմաստը։ Բայց երեք Facebook-ում մի բան էլ էին արձանագրել, նախագահի խոսքում էլի ասեմ, տեղին ձևակերպումներ օգտագործած, ասած ոչ միայն համբալ, այլ նաեւ ասած Ալիևի տուզի։ Դրա դեմ ԿՊԱ-ները առարկություն չհայտնեցին։ Համբալից ոգևորվել էին, ասացին մենք համբալ չենք, բայց բանի հետ խնդիր չունեմ, որ Ալիևի տուզի կգա։ Տեսեք, այդտեղ կարող է Ալիևի անունն էլ տային, ու Բաքվից կարող է բարկանային, դա անհարմար իրավիճակ կա։ Ես օրինակ Փաշինյանը ես կարծում եմ, որ սխալ է իր նախընտրական քարոզարշավը ձևակերպել։ Ես օրինակ իր տեղը լինեի, հասկացար, Ալիևի նկարն էլ կխփեի պլակատների վրա։ Միևնույնն է դա ակնհայտ է։ Չմանավանդ մեծ դեր ունի, հա։ Ու եթե ընտրելու է իրան ինչ որ մեկը, այս փուլում, ապա Ալիևին էլ է ընտրելու։ Իսկ ինչ կարիք կա դրա թաքցնելու։ Ալիևի նկարը իր նկարի հետ այն Մարքս Էնգելս Լենին չէ, այտենց խփում էին, այտենց խփեր իր նկարը այն Արարատ Միրզոյանի կամ այն Ռուբեն Ռուբինյանի նկարն է երրորդը խփեր, հասկացա դրանք են թուրքերի հետ շատ ակտիվ կամ ավելի շուտ Էրդողանի նկարը։ Սկզբից Էրդողանին է, հետո Ալիևին է, հետո իրանը։ Ու տենց գնալ ընտրությունների։ Նկատմամբ իրենց պլակատներում կարգախոսն է նաև կիսա։ Ոչ մի գրված է տեր կանգնիր խաղաղությանը, ահա պիտի բար կա որ չի տեր կանգնիր
Ալիևից կախված խաղաղությանը ու Ալիևի բեղերը լիներ սրտիկի փոխարեն։ Էդ էլ կարող լիներ, հասկացար, հա, նու սլոգանների շատ կարելի է հիմա վարիացիաներ անել, հասկացար, բայց այս դեպքում այն որ մենք Ալիևից կախվածություն ենք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, то есть ինքը կախվածությունի բնականաբար մենք էլ որպես, հա, այդ քաղաքացի այդ երկրի հասկացա դառնում ենք ավտոմատ ու ինքը դա ստիպողական փաթաթում է մեր վզին, դա միանշանակ է, դա երկրորդ կարծիք չկա։ Այն որ խաղաղությունը դա չկա, օրակարգ չի ու ոչ մի բանով շոշափելի չի, սա ակնհայտ է, ինչի մասին է խոսքը, այստեղ չի կարող լինել։ Այն որ այսօրվա դրությամբ քաղաքացիական պայմանագիրը արդեն ընտրությունները պարտված կարգավիճակի մեջ է ու դրա համար էլ այսօրվա դրությամբ գտնվում է հոգեվարքի մեջ, սա էլ է ակնհայտ, հա, ու դա նկատվում է եւ ընտրարշավի ոճի մեջ եւ մնացած բոլոր բաների մեջ։ Եկեք նայենք հիմա նույն, եկեք մեզ չվերցնենք նույնիսկ, հա, Ծառուկյան Գագիկը անում է ընտրարշավ։ Մենք լսում ենք տարբեր խոսքեր, գնահատականներ, քաղաքական խոսք, հասկացա, որոշ չափով սուր խոսք, հա, ու դրանով թեման վերջանում։ Մենք տալիս ենք քաղաքական գովազդներ, հասկացար, այդ քաղաքական գովազդները ինքն ասում է Ծառուկյան լակոտիդ բերելու են Ծառուկյան լակոտիդ բերելու ենք դատենք այն դեպքում, որ Ծառուկյանի որդին իր օրոք է գնացել Բելորուս։ Իր օրոք է գնացել ու ոչ մեկը չի հարցնում եղբայր եթե բերելու էի դատը իրեն վաղ բաց թողեցիր թե ուժը չէր պատում թե ինչ եղավ հասկացար որ բաց թողեցիր որ գնաց Բելորուս հիմա էլի միֆերը կրակել սկսենք դա երկրորդը այդ միֆերը պատմել կրակելա չի կրակելա պատժեք չեք պատժե ուրեմն չի կրակե սուտ ես ասում Սա էլ երկրորդ խնդիրը։ Կամ չհասկացա, այն տունը տալու ենք ապրելու։ Հիմա գիտես, այսպես եկեք ասենք, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի համակիներից շատերը այդ փեսայի տան կողքը կանգնած սպասում են, երբ է դռները բացվելու գան տե ապրեն։ Որտեվ ասել ձեզ ենք տալի ժողովուրդ։ Խես ուտ ասում։ Մի րոպե, եթե ձեզ տվող ժողովրդին տվող էր, այն Ծաղկաձորում հյուրանոց խլեց։ Մի բան տվեց, հա, հա։ Ծաղկաձորում Արմեն Ավետիսյանից հյուրանոց խլեց։ Ում տվեց ժողովուրդ, կարաք ասեք, հələ անուն գշակեք։ Տվեց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին կոպեկներով Ով օթում կախված լուրերում համաձայն սերտորեն կապված է Աննա Հակոբյանի հետ։ Հայունի, ասում եմ, մենք չգիտենք։ Հա, Կստուգենք։ Աբա շատ են ասում, շատ են ասում։ Հունիսից հետո դա անպայման պիտի ստուգվի։ Գալու են անալիզ հանձնելու։ Միանշանակ։ Հասկացա՞ք։ Հիմա ժողովուրդը պետք է նայի, չէ՞, սրանք այդ որ խլել են, ասիկն այդ հյուրանոցը վերցին։ Ժողովուրդ ջան, ձեզ բան հասավ դրանից։ Պարտք։ Այդ հյուրանոցը վերցնելու Ծառուկյանի տնից ձեզ փայասնի։ Ժողովուրդ, եկեք սենց անենք։ Տրամաբանությունը հետևելն է։ Եթե այս իշխանությունը եկել էր գողացած գողունը հետ վերելու, ապա մենք պետք է ֆինանսական վիճակը երկրի ավելի լավանար, պարտքերը պակասեր։ Այդ ոնց է լինում, որ մեր սոցիալական վիճակը դրանից վատանում է, պարտքերը շատ անգամ ավելանում է, քան այն ժամանակ, երբ որ գողանում էին։ Ուրեմն եկեք գողանանք։ Գողանալը ավելի օգտավետ է մեր համար, հա։ Ես հիմա իհարկե ճակերտների մեջ եմ ասում, հասկանում եք, չէ՞։ Կամ էլ սուտ եք ասել, որ գողացվել է այդքան։ Էս է ամբողջ խնդիրը։ Վերջապես, այդ համբալին հարց ունեմ ես տալու։ 4 միլիարդը իր հորինած միֆներ։ Ուրա։ Համբալ, ուրա 4 միլիարդը։ Ես այդ 4 միլիարդին հավատացել եմ ու ուզում եմ բերես 10 ժողովրդին։ 4 միլիարդը Քոչարյանի իր հորինած միֆներ։ Ես այդ 4 միլիարդը ուզում եմ ստանամ, համբալ։ Այ դրա համար եմ ասում իրան համբալ, որտեվ ինքն է ասել 4 միլիարդ, հիմա էլ ուզում եմ հասկանամ ուր է 4 միլիարդը, սխալ եմ ես բաց ջան։ Չէ, մենք սպասում ենք այդ 4։ Հա, էլի ես շատ ուզում եմ, ուր է 4 միլիարդը։ Ուր ասես մանեկան, էլ Սառնարանի մեջ, էլ տարբեր պատվալներում։ Այդ իր հորինած միֆներ, չէ՞։ Մինչ հեղափոխական։ Միֆը հիմնավորելու համար, պարոն Մադաթյան, ուրեմն ինչ են անում քարոզչական դաշտում։ Որևէ բիզնես, որը պատկանում է Քոչարյանի խնամու եղբոր տղայի ընկերության նախկին տնօրենի բան բիզնեսին այդ կապում են չէ այս բառակապակցություններ չասի շատ ֆակտորը ուներ ուրեմն հոդված ասում է Քոչարյանի հետ փոխկապակցված գործարարը բացում ես գործարարը ով է Քոչարյանի խնամու եղբոր տղայի ընկերության նախկին տնօրենը արա ասում ես լավ ինչ կապ ունի Քոչարյանի հետ Դե հենց էս այդ 200 միլիոն նույնիսկ այդ ամեն ինչով չի դառնում Այդ ամեն ինչով 200 միլիոն է դարձել։ Հա, հասկացանք, չէ։ 200 միլիոն է դարձել, որը կարծես թե տեսանելի է, որը կարծես թե հասկացար երևում է, որը կարծես թե օրինական է, որը կարծես թե դեռևս ոչ մի կերպ չի բանալ։
Մարտի 1, այ համբալ, դու չես մարտի 1-ը արել։ Դու այն օրը աբստրագացվում ես մարտի 1-ից ու ասում ես, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դու էիր մարտի 1-ին կանգնած բեմին, այ համբալ, ու դու էիր փառավորվում քո հոգին, Որ մի հասկացա, համբալներ փառավորվում բանից։ Էսա, երրորդը, դու ասում ես Ղարաբաղում մի դպրոց եք սարքել, այ համբալ, Ղարաբաղում եղել է 350 դպրոց, մոտ 200 մանկապարտեզ, որը դու տվել ես թուրքերին, որը սարքված եղել է Հայաստանի բյուջեի հաշվին։ Ու պրոստը դա իմանալու համար, քանի որ դու անգրագետ ես, ուղղակի կարող ես ChatGPT-ին հարցնել։ Արցախում եղել է 300-350 դպրոց, չեմ ասում համասարանը Արցախի, որը եղել է որպես կրթօջախ։ Դա եղել է այն Արցախում, որը քանդված, քայքայված, վրըմբակոծված է եղել առաջի ազատամարտից հետո։ Այդ տա սարքի այ համբալ, որ դու վերցրեցիր տվեցիր Ալիևին, որ դու հիմա պոպուլիստական կանգնում ասում ես մի հատ դպրոց եք սարքե Արցախում, մի հատ ինչ եք սարքե։ Արցախը եղել է դրախտ, ու եթե որևէ մեկը այդ դրախտը չի նկատել, ուրեմն ինքը համբալ է։ Սա իմ համոզմունքներից մեկն է եղել։ Հասկացա, եւ վերջապես գրագիտության մակարդակով, այ համբալ, կարաս դու միկրոֆոնով ասես Արցախ բառը։ Այտենց տղա ես, քաչ տղա ես, հասկացա, դուխով տղա ես։ Չեմ լավ Արցախն մի կողմից չի կարա։ Ալիևը քեզ ասեց հարբեցող ծաղրացու։ Արձագանքեցի։ Գոնե մի բառ, ասել հարբեցող եմ, բայց ոչ ծաղրացու, չգիտեմ, ծաղրացու եմ, բայց ոչ հարբեցող։ Բայց ինչ որ արձագանք եղավ։ Ադրբեջանական բաները, մամուլը շատ ակտիվ տարածված է այս համբալին քարոզչական օգնելու։ Այն օրը մի տեսանյութ էին պատրաստել 44 օրյա պատերազմի ժամանակ Յակոբի, հասկացար, այդ կամավորների ադրբեջանական, ու զգուշացնում են, ասում են, եթե դուք Քաչ Փաշինյանին չընտրեք, էլի սենց արնելու ու էլի պատերազմ արնելու։ Ջեյուն Բայրամովն ու Ալիևը շատ ուղիղ ասացին։ Մենակ կամավորները չասին Հայաստանում կան ռևանշիստներ, բայց սա ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ, իրականում կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ քարոզչությանը նպաստում են, որ այս խոսքերն ասում են։ Ես ձեզ վստահեցնում եմ, Ալիևն ու Ջեյուն Բայրամովը այդ կամավորները բեղավոր անբեղ ադրբեջանցի իշխանության փոփոխության դեպքում մոռանալու են այդ իրենց խոսակցությունները, որովհետև իրանք հիմա ինչի են այս հայտարարություններ անում, որ այս գանձ ինչ կորցնեն հանգարց, այս գանձը, սա, գիտեք, սա Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանը որ գիտեք ինչ կարգի գանձ է, ոնց որ ինչ որ բլուր քանդես ու դրա տակ առանց կորզելու կարիք չունեցող, ասենք մի 5-6 տոննա ոսկի լինի։ Ձուլակտոր, ոսկու ձուլա, այդ գանձն է իրանց համար, էլի։ Ես ուզում եմ Բորիս ջան, հենց հիմա մենք անդրադառնանք իմիջայլոց հետընտրական գործընթացների վրա, հետ նկատի ունեմ այ հենց խաղաղության ու պատերազմի այս սկզբունքների վրա, որովհետև այսօր Փաշինյանի բերած չասեմ խաղաղություն, հա, զրադադարը, որը հիմա տեղի է ունենում, բացառապես կախված է այսօրվա ընտրություններով եւ մեր հարևան երկրները շունչը պահած սպասում են, թե ստեղ ինչա տեղի ունենալու, որից հետո իրանք ոչ մի կերպ cancel չեն արել իրանց պահանջները։ Ալիևը կրկին շարունակելու է սահմանադրությունը փոխելու մասին իր պահանջները եւ Փաշինյանը այսօրվա դրությամբ ուզում է այդ 67% հավաքի, որպեսզի Ալիևի սահմանադրությունը ազգային ժողով կարողանա անցկացնել։ Խնդիրը սրա մասին է։ Այսինքն Փաշինյանի սկզբունքը այսօր ընտրվելու միակ նպատակը դա Փաշինյանի սահմանադրությունը անցկացնելն է։ Եկեք մի րոպե աբստրագացվենք ու հասկանանք ինչ է լինելու անմիջապես ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո ենթադրենք, հա, sense հիպոթետիկ եմ ասում, ճիշտ է, շատ փոքր տոկոս է դա կազմում, հիպոթետիկ։ Եկեք պարզենք, թե ինչ է լինելու, եթե Փաշինյանը ընտրվեց։ Փաշինյանը ընտրվելուց հետո մյուս օրը առավոտյան փորձելու է ավելի ագրեսիվ արտահայտումներ անել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, 102 ռազմաբազան փորձելու է հանել Ռուսաստանից, որին հակադարձ Ռուսաստանը այլևս հասկանալով, որ Հայաստանը այլևս բարեկամ երկիր չի, արտահայտելու է, որ ժողովուրդը իր ընտրությունով տվեց իմ կամ արտահայտությունը եւ ռուսներին չի համարում բարեկամ երկիր, որի շնորհիվ փորձելու է փակել բոլոր այն մնացած կանալները, որը որ փակվել է։ Սա այն խոպանչիներն են, որոնք գնում են փող են աշխատում
իսկ դրանք շատ են։ Սա այն գազի գինն է, որ մենք ստանում ենք, սա այն առանց ռաստամոշկայի ապրանքներն են, որ ստանում ենք, այսինքն մի օրում այո, գնում է գալիս է եւ այլն, այսինքն մի օրում ստեղից վերանալու է Wildberries-ը, ու դուք այն որ sense հանգիստ նստած այդ 100 դրամանոց սաներներ եք առնում, էլ չեք կարողանալու առնել։ Հասկացար, օզոնը եւ մյուս բաները, սա վերանալու է ձեր եկամուտները, որտեվ ձեր բանը ամուսինը, որը որ մի կերպ մայատվայանի պանիմայետով գնում էր Ռուսաստանում փող էր աշխատում, հիմա պետք է գնա Փարիզ ու ինքը ոչ մեկի այնտեղ պետք չի, որտեվ այնտեղ լիքը արաբներ կան ու տարբեր ուրիշ ազգեր կան, որոնք որ նու ավելի վատ միջավայր ասած։ Օրինակ, հələ պետք է հասնի, հələ պետք է ինձ փող կարենա բերի, դա էլ թողենք։ Գաճ քսել էլ ընդ չկա, էլի որ գնա գաճ քսի։ Հասկացա։ Սա նաև այնա, որ գազի գինը կթանկանա ու այդ օդ չի, այլ ինքը կդառնա կատաստրոֆիկ գումար ու դուք ձմեռը չեք կարողանալու այդ վարձերը վճարեք, որտեղ պարտավոր չի Ռուսաստանը մեզ պահելու մինչև վերջ ու մի րոպե դուրս եկեք Ալեն Սիմոնյանի արած ախմախ արտահայտություններից, որ կարում են թողանեն, կարողանան կանեն վերջը։ Եվ վերջապես սա 3 միլիոնի չափ հայ են, որոնց եթե դեպորտ արեցին ընդեղից ինչ պատճառներով, իսկ ռուսները շովինիստ են, իրանք կարող են դա անել։ Ուղղակի Հայաստանը կոլապսի կենթարկվի, որտեղ այդքան հաց չկա ստեղ ուտելու։ Պրոստը հաց չկա, պանիր չկա։ Պրոստը կոլապսի կենթարկվենք։ Չհաշված այն, որ դուք հասկացած ստեղից գուրմը թերք եք արտահանում, այո, ես ուզում եմ հասկանամ հունիսի ընտրություններից հետո անմիջապես ծիրանի արտահանումն է սկսում։ Բոլոր ծիրանագործներին են մտիմում, ուր եք արտահանելու ձեր ծիրանը։ Թե 30 դրամով խնդրելու եք, որ տեղում ինչ որ մեկը առնի օղի քաշի կամ չիրանի։ Հետո այդ ճիրը ուր եք արտահանելու։ Ումա պետք դա։ Հասկացաք։ Նիկոլ Փաշինյանն էլ այդքան արագ խմել չի կարող, քաշես ու Չէ, դա երկու բաժակ, ինչ որ է, սրա մասին չի խոսքը։ Ես պատկի, սա առաջին մասը Ռուսաստանի հետ։ Երկրորդ մասը Ադրբեջանը հասկանալով, որ է միակ գարանտը, որը ինքը միշտ ձեր առնում, որը ինչ որ ժամանակ առ ժամանակ կարող է մի քիչ բարգանալ, այլևս գոյություն չունի, զանգելու է ու կանչի է Փաշինյանին, ոչ թե ասելու է, արա այ համբալ, եկար Բաքու։ Ու Փաշինյանը այլ երկ չի ունենալու, քան գնալ Բաքու։ Որտեւ այն Մակրոնը, որին ինքը բերել էր ստե, եթե Փարիզում դուրս գա փողոց, 10 հոգուց 2-ը իրան բարև չեն տա։ Այսօր ներքին ռեյտինգը Մակրոնի 15%-ը չի գերազանցում։ Իրա երկրում, որ բերել եք ստե Մակրոնին ֆետիշացրել եք, այդ Մակրոնի ռեյտինգը իրա երկրում 15%-ը չի գերազանցում։ Մեկ բացեք նայեք։ Չէ, ինքը մերժված իշխանություն է Նիկոլի պես։ Նույն մերժվածների թիմն է։ Գիտեք կանանց իմաստով եւս Նիկոլի պես։ Կարծում եմ, հա, պրոստը Նիկոլի կինը խելոք է, ոնց տեսնում եք, այս ընտրություններին ինքը ոչ մի միջամտություն չի մոտենում, որովհետև գիտի, որ պարտված է ամուսինը։ Եթե ինքը իմանար, որ հաղթած է, հիմա առաջի դեմքով ընտրաշավը տանում էր։ Այո։ Ինքը գիտի, որ ամուսինը պարտված է, դրա համար ծպտունը չեք լսում, ոչ Նիկոլի կնոջ։ Ֆեյք ինֆորմացիա դուրս գալու որ Մայրամիկը լքել է տունը։ Կամած իր ընտանիքի անդամները Իրան Էվակուացում։ Հա, հեռանում են իրանցից, աբստրագացվում են իրանից, որտեվ հասկանում են, որ սա դառնալու է վերջի մարդը այս աշխարհում, վերջի հայ է այս աշխարհի։ Հասկացաք։ Ու դրա համար աբստրագացվում են, ավելին ասեմ, իրան կնելու են ամենամեծ հայոյողը մի ամիս հետո։ Ամենամեծ հայոյողը։ Անան աչքերի արդյունքները լսած ասա, ես խնդրում եի իրեն, ասում էի մի հանձնի Արցախը, ես դրա համար էի ընդ բունկերում նստած, որ չհանձնի, որտեղ ինձ թվում էր 44 սրի ժամանակ ինքը հանձնելու է։ Դավաճանը հանձնեց։ Հա։ Այդ է ասելու Աննան։ Գիտեք, չէի գնացել բունկեր, ինձ հաճելի էր ընդ, չէ։ Ես գնացել էի, որ հանձնելուց իմ խաթր գոնե չհանձնի։ Աննան էդ է ասելու վաղ, ուզում եք վաղը հարցնեք կասի։ Էդ ալնելու։ Սպասենք վաղվան, դուք լավ արդյունքների եք սպասում։ Ես համոզված եմ, որ ամսի 8-ին մենք արթնանալու ենք Հայաստանում, որի համար այս 8 տարին լինելու է թյուրիմացություն։ Ես շատ ուզում եմ, որպեսզի մենք սրան վերաբերվենք որպես վատ երազի թյուրիմացության ու մենք կարողանանք ուշքի գալ այս ցնցումից, որը մենք ունեցանք։ Իհարկե, այլանդակ ցնցումներ, իհարկե վատ ցնցումներ եւ այլն։ Ես համոզված եմ, որ ամսի 8-ից հետո ակտուալ կլուծենք եւ հիմա էլի ասելու եմ բառեր, որին հասկացար ինքը հակադարձել է 5000 հերոսներին արժանապատիվ հարգանք մատուցելու հարցը։
Իդեպ այդ համբալի այդ խոսքը հիշացրեցիք, ասում է Ռոբերտ Քոչարյանը չի կարող ապացուցի, որ մենք 5000 զոհունենք։ Ես սրիկա որ թիվը չեք հրապարակել։ Իսկ ես չեմ կարող, դուք էլ չեք կարող ապացուցեք, որ 10000 չունեք։ Ես եմ ասում, ոչ մեկը ամբողջական ցուցակ հրապարակել, ոչ մեկը չեք կարող ապացուցեք, որ 10000 չունեք։ Հələ Քոչարյանը խղճով ասե 5000։ Ես էլ ասում եմ 10000։ Ոչ ցուցակ եք հրապարակել, ոչ թիվ եք հրապարակել, ոչ հասկացան անհատ կորածներն են իդենտիֆիկացրած։ Անհատ կորածներ էլ կան, որոնք պետք է արդեն իդենտիֆիկացիաները անցած են։ 2023-ի 400-ից ավել զոհերն եք հաշվում։ Ոչ գերիների քանակ եք դուք հրապարակում։ Անունը դրել եք գախտնի։ Ումից է գախտնի։ Ես ձեզ ասեմ ումից է գախտնի։ Հայ ժողովրդից, որտեվ ադրբեջանցիք էս ամեն ինչը հստակ գիտեն անուն առանուն։ Հետաքրքիր, որ ասում են պետական գախտիկ է, սրիկաները, գերիները Ալիևի մոտ են։ Ումից է գախտնի պահում Ալիևից, սովորաբար պետական գախտիկը պահում են թշնամիներից։ Բարձրացնում հայ ժողովուրդն է ձեր թշնամին։ Այսինքն այսօր պետական գախտնիքա Ադրբեջանի պետական գախտնիքն է հայ ժողովրդի նկատմամբ, որտեվ գերիները գտնում են ընդ զոհերի մասին Ալիևը գիտի ամեն ինչ էլ իրեն կուրսի է։ Եվ ես ձեզ ասեմ զոհերի մասին, ուղղակի բարոյականություն թույլ չի տալիս այդ ցուցակը վերահրապարակել։ Ադրբեջանցիները 44 օրյա պատերազմի ընթացքում հրապարակել են անվանական ցուցակ զոհերի, որը 5000-ն անցնում է։ Իրենց պաշտոնական լրատվական ռեսուրսներում անվանական ասում են, որում գրված է, որ զոհը, օրինակ այս զոհը բուժքույր, այս մեկը ասենք քաղաքացիական, անվանական 5000-ից ավել անուն է գրված։ Դե հիմա ասենց ասեմ, ես հակված չեմ Ալիևին հավատալու, բայց քանի որ ուրիշ աղբյուր չկա, ստիպված է նայել դրան, այո։ Ու ես ասեմ քեզ, իսկ ես կարծում եմ, որ Ալիևը փոքրացրել է թիվը, ավելի մեծ է եղել այդ թիվը։ Որտեվ այսօր, եթե ինքը որևէ մեկը ինձ կարա հիմնավորի եւ անցել է պատերազմից արդեն 6-րդ տարին է, հա, հեսա վերջանում։ Ինչու զոհերը անվանական չեն հրապարակվել, որում մեկ ցուցակով սա է կարևոր էլի, որտեվ ասում են, դեստեղ գրել են, այնտեղ գրել են, չէ, մի ցուցակով ընդհանուր։ Ես ես ասեմ ինչու չեն հրապարակվում։ Չեն հրապարակվում, որպեսզի չհերոսացվեն։ Անանուն պիտի մնա։ Հա, անանուն, գիտես ինչ, այդ շատ այֆորիկ վիճակ է, զոհեր ասածը։ Իսկ sense անվանական ինքը հերոսացվում է։ Չեն հրապարակվում, որ որևէ դպրոց 4 հոգու այդ զոհերից չվերցնի ու չսարքի իրանը ու չխփի իր պատին, որտեղ պետքա դպրոցներից հանել այդ ստենդերը։ Հասկացա՞ր։ Չեն հրապարակում, որպեսի ամսի 9-ին մենք իրար հետ էինք եռաբլուրում։ Բացի մեզնից, եռաբլուր գնացող էլ չլինի։ Բացի մեզնից ասելով բոլոր հայրենասերների մասին է խոսքը։ Ես հարց եմ տալի, ամսի 9-ին մենք ունեցել ենք, ու դա ոչ մեկ cancel չի արել։ Շուշիի գրավում, որից հետո մենք 30 տարի Շուշի ենք վայելել։ Ով իրավունք տվեց այս իշխանության որևէ ներկայացուցիչի չգնալ ու գլուխ չխոնարել այնտեղ։ Հուսանք, դες դժողքը կավարտվի։ Ես տրամաբանությունը չեմ կարող հասկանալ։ Ասենք պատերազմով հանձնել ենք Շուշին, բայց ինչ որ եղել է, դա եղել է։ Ով իրավունք տվեց, ուրեմն մենք պետք է Սարդարաբադել չգնանք, մենք պետք է այլ տեղեր էլ չանենք։ Որովհետև այո, շատ հետաքրքիր մտքի բերեցիք, սրանք որ ասում են Արցախը բաներ, չէ, սխալ էր, չգիտեմ, դա մեր շարժումը չէ։ Ցանկացած մարդ իր հոր, մոր, երեխաների, կնոջ համար կարող է կռվի մեջ մտնել եւ կարող է ծեծ ուտել այդ կռվում, բայց դա ամենը ինչի նշանակում որ կռվից հետո ասել է սա իմ հերը չի, սա իմ մայրը չի, սա իմ երեխաները չեն, սա իմ կինը չէ, այսինքն այն որ դու ծեծ ես կերել, դա աշխարհի բոլոր պետությունները ինչ որ պատերազմում պարտվել են, բայց երբ որ դու պատերազմից հետո քո օրակարգ ես դարձնում քո թշնամու օրակարգը, այդ դա արդեն խայտարակություն է։ Ես հույս ունեմ, ես համոզված եմ, որ 20-25 օր հետո մենք ցնցալու ենք, ուրախանալու ենք եւ ես այսօր շատ ուրախությամբ եմ հետեւում մեր ժողովրդի դիմավորումը այս համբալին։ Ամեն անկյունում մարդիկ են մոտենում իրեն, ամեն անկյունում հարցեր են տալի, որին ինքը չի կարողանում պատասխանել, մեղադրանքներ են հնչեցնում, ու ես ուրախ եմ, որ ինքը տեսնում է, որ մերժված է։ Ու եթե այս երկրում կա երկրորդ մերժվածը, ապա դա ինքն է։ Այստեղ մնում է մի բան, որ Նիկոլ Փաշինյանի մերժողները անպայման գնան ընտրատեղանից։ Անպայման։ Ինձ երեք ես հանդիպեցի մի քաղաքացու,
ով ասում էր, գիտես, ես Նիկոլ Փաշինյանն որ ասում էր, ես չեմ ուզում փողոցում քայլելիս իրեն տեսնել։ Հիմա անտրաշավ է, գուցե պատահաբար դուրս գա թեմս։ Ես չեմ կարող ինձ զսպել եւ սիլա կտամ Նիկոլ Փաշինյան։ Ես քաղաքացուն հորդորեցի չգնալ ֆիզիկական գործողության։ Պետք չի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օրինախախտում թույլ տալ, հայտնվել բանտում։ Եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանի սիլա տալ, գնացեք ընտրատեղամաս, ընտրեք, այս դեպքում Հայաստան դաշինքին կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի, եւ դա ամենաէական սիլան է, որ կարող եք տալ Նիկոլ Փաշինյանին։ Ուրիշ գործողություն մի արեք, ապօրինությունների մի գնացեք, որովհետև այնուամենայնիվ որքան էլ մենք ատում ենք սրան, մենք ուզում ենք օրինականությամբ հաղթել այս իրավիճակը։ Ես մի բան եմ ուզում ավելացնել, Բորիս ջան, Նիկոլ Փաշինյանի համակիրները մի մարդու պես գնալու են ընտրատեղամաս, որովհետև իրանց համար սա լինելիության ընտրություն է։ Եվ անպայման գնալու են, то есть այստեղ հորդորել չկա։ Եվ չգնացողները հիմնականում լինելու են ընդդիմության համակիրները։ Ես խնդրում եմ անկախ դրանից հավատում եք այդ ընտրություններին թե չէ, իլյուզիաներ ունեք, որ այդ ընտրությունները կեղծվելու են, ոչինչ այդ իլյուզիաներով։ Զզվում եք ընդդիմության բոլորից, ոչինչ գնացեք, եթե Նիկոլ Փաշինյանից եք զզվում, ապա գնացեք ու ընտրեք, չգիտեմ, հասկացար, ինչ որ մի ուրիշ բան, բայց ես ուզում եմ, որպեսզի գնացվի ընտրատեղամաս։ Ընդդիմությունը ներկայացված է շատ լայն ներկապնակով։ Եթե ձեզ ասենք թե օրթոդոքս ընդդիմությունը, որը որ Հայաստան դաշինքն է ներկայացնում, իր որևէ հասկացար ռադիկալ որոշումներով, մոտեցումներով հարազատ չի, ու դուք ավելի կոմպլիմենտարիզմի կողմնակից եք, ապա փառքասու եւս երկու ուժ կա ներկայացված, որոնք կոմպլիմենտար տնտեսական կամ չգիտեմ այլ ծրագրեր են բերում դաշտ, բայց ուժեր, որոնք որ երթվյալ Նիկոլի հետ չեն գնալու համագործակցության։ Ընտրություններից առաջ թելադրվեց օրակարգ, չէ՞, երթվյալ Նիկոլի հետ չգնալու եւ Նիկոլի դեմ կոալիցիա կազմելու առանց որևէ նախապայմանների։ Այդ դրան գնացել է 3 ուժ։ Այդ 3 ուժերը դա Հայաստան դաշինքն է եղել, հա, որը նախաձեռնող էր այդ ամեն ինչի իմիջայլոց, դա ուժեղ Հայաստանն է Սամվել Կարապետյանի հետ, չէ, եւ Գագիկ Ծառուկյանի ուժը։ Այնտե ինչ որ մի հատ հայկ կա մարության, որ Նիկոլի դեմ է խոսում, բայց ինքը երբեք կոալիցիա չի կազմի ընդդիմության հետ, հասկացար, այդ ինչ որ սլոնի մոսկա հիմար ինչ որ վիճակներ է, որը ես կարծում եմ, որ լրիվ ուշադրության արժանի չի, հա, նայելու այս ամեն ինչին։ Այն մնացած առումով ես կարծում եմ, այո, այս ընտրություններին քաղաքացին պարտավոր է տանը չնստի, պարտավոր է ի սկզբանե իրավական գրագիտություն դրսևորի, նույնիսկ եթե ինքը ուրիշ հասցեում է ապրում, նույնիսկ եթե ինքը ուրիշ տեղ պիտի ընտրվի, բազմաթիվ աղբյուրներից դրա մասին խոսվում է, ոնց է պետք դա անել, իր կյանքի 5 տարուց կես ժամ հատկացնի, ոտքով դուրս գա ընտրատարածք, անի 10 կիլոկալորիայի ծախս, հասկացար, հա, մի հատ թուղթ գցի այդ տուփի մեջ ու վերջ տա այս ամեն ինչին, որտեվ այլապես սրան վերջ չունի, հասկանում եք, այլապես մենք վերջանալու ենք, սա չի վերջանալու, մենք վերջանալու ենք, Նիկոլը գնում է այդ ճանապարհով, ինքը անցել է գծերը, ինքը անցել է կարմիր գծերը, սահմանները, ինքը գնալու է, ավելի լավ է Հայաստանը վերջանա այդ ժամանակ ինքը կապրի, որտեվ Հայաստանը եթե գոյություն ունենա, ինքը չի ապրի, ինքը կբանտարկվի, ինքը կդատվի, ինքը քրեորեն կպատժվի։ Շնորհակալ եմ։ Ես եմ Մադաթյան, ես շեշտում զրուցում էի Միհրդատ Մադաթյանի հետ, տեսություն կհանդիպենք։